Ոչ միայն այդ տեսանկյունից, որ ասում քրեական արդարադատությունը իջեցնել ավելի զավեշտի մակարդակի դժվար է պատկերացնել իմ ունեցած տեղեկություններով, ինչի մասին որ հիմա խոսակցությունը գնում է, մի գործարանատիրոջ եւ ենթադրաբար մեր ընկերոջ մասնակցությամբ մի զրույց է, որտեղ խոսվում է, որ եթե ուժեղ Հայաստանը հաղթի, դուք կունենաք պատվերներ, դուք կունենաք շատ աշխատանք։ Եվ դա դիտվել է որպես ընտրակաշառքի խոստում առանց հաշվի առնելու տվյալ գործարանատիրոջ տնտեսական հզորությունները արտոնյալ պայմաններ ստեղծելու, պատկերացրեք քրեական արդարադատությունը ինչ մակարդակի ենք մենք իջեցրել։ Հիմա Փաշինյանը էլ գործարարների հետ է հանդիպում, էլ քաղաքում ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ 2018-ից լավ ապագա է խոստանում, աճեր եւ այլն։ Այս համատեքստը Գիտեք, ավելի լավ է հումանիզմ սերմանվի, կերակրող մոր նկատմամբ քրեական նման որակի արդարադատություն չիրականացվի, թող մի քիչ էլ տնտեսությունը թույլ լինի Փաշինյանի, բայց գոնե մարդկային կարմիր գծերը, մարդասիրական կարմիր գծերը պահպանվեն, ասենք կանանց նկատմամբ, երեխա մայր կանանց նկատմամբ, ով կրծքով կերակրում է իր երեխային եւ ժամեր շարունակ հենց հիմա հարցաքննության մեջ պահել ու նման մեղադրանքով կարծում եմ շատ ամոթալի եւ զավեշտալի է։ Պարոն Ասպերյան, հաշվի առնելով, որ նմանատիպ դեպքեր բոլորովին վերջերս եղան, օրինակ մի քանի երեխաների մայր ձերբակալեցին Facebook-յան մեկնաբանության համար ու պահեցին եւ ոչ 2 ժամ։ Թե անկեղծ ասած, մեր ակնկալիքները հիմնված չեն ոչ տրամաբանության, ոչ իրավագիտակցության, ոչ պետական մտածողության վրա, ուստի ակնկալիքները միայն Աստծուց են կախված, թե այդ պահին ում կամքը ինչպես կաշխատի։